Երբ որ 93 թվականի պատերազմին ես դարձել եմ վարչապետ, ասել եմ ինչ հարցեր կան բանակի առաջ։ Հարց համար 1, որ չեն լուծվել 91-ին, 92-ին դժբախտաբար։ Հարց համար 1, բանակում պետք է լինի կապ։ Կապը եղավ 15 օր հետո։ Հարց համար 2, մենք չենք կարողանում խփել, տեսնել եւ խփել հակառակորդի ինքնաթիռները։ Դա եղավ անհավանական ձևի։ Հայաստանը իր ուժերով առանց որևէ մեկի օգնության ստեղծեց ավելի լավ հակաօդային պաշտպանություն, քան թե ունեին, ասենք, ուներ Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք խփում էինք ցանկացած ինքնաթիռ։ Հաջորդը մեր զինվորը 10 սրկրակոցին 1 օր պատմում պատկում 5 նոր գործարան կառուցվեց։ Եվ փամփուշտների եւ արկերի արտադրությամբ։ Այն ժամանակ պատերազմի տեխնիկան սա էր։ Հիմա այսօրվա իշխանությունը, այսօրվա տեսությունը պարտավոր է այս հարցերը լուծել։ Նույն գիշերային տեսնող սարքերը մենք ունեցել ենք օրբիտա գործարան։ Խորհրդային միությունում մոնոպոլիան հենց Հայաստանն էր արտադրում։ Դա արդեն իմ խնդիրը չի, գործարանը այն ժամանակ դեռ աշխատում էր 90-ականներին։ Դա իմ խնդիրը չի, ով պետք է կազմակերպի այդ գործարանի արտադրությունը։ Մենք նույնիսկ համեմատական առավելություն ունեինք այն ժամանակ։ Որոշ սարքեր, ասենք, գիշերը տանկը վարելու հարցում։ Եվ իմ խնդիրն է, որպես ընդդիմադիր գործիչ, լավ իմաստով բարձրացնել այս հարցերը, որ փոխվեն։ Ռազմաարդյունաբերական համալիրը որպեսզի ոտքի կանգնի, դուք ինչպեսի տեսլական եք այդ առումով, ինչ պետք է արի, որպես կայանա։ Նախ եւ առաջ երևի դրանով ես պիտի զբաղվեմ, չնայած ես կառավարություն չեմ ուզում գրեմ։ Ոչ մեկ չունեն, որ աշխատի դա։ Ընդունել ենք մի տարի առաջ օրենք, նախ վերացրին ռազմաարդյունաբերական համալիրը։ Դա եղել է իմ վարչապետից հետո եւս մի քիչ հետո վերացրել են, թե դրա կարիքը չկա։ Մինչդեռ կառավարությունը միշտ եղել է ռազմաարդյունաբերական հանձնաժողով, մենք ունեցել ենք բացահայտ հաջողություն։ Մենք հիմնել ենք 6 նոր զրոյից գործարան։ Մենք մի տարի առաջ ընդունել ենք նորից ռազմաարդյունաբերական հանձնաժողովի մասին օրենք, որի նախագահան մի տարի առաջ ենք ընդունել, վարչապետը պետք է լինի։ Ինչ կարիք կար 18 տարի դա քանդել, հետո նորից վերադառնալ նույնի։ Հիմա նոր պիտի սկսեն աշխատել։ Այդ մի տարի առաջ ընդունված օրենքից դեռ ոչինչ այս պայդրությամբ կազմակերպչական հարցեր են լուծված, դեռ ոչինչ ինձ հայտնի չէ։ Մինչդեռ գոյություն ունի արդյունաբերության մեջ եւ դա իդեպ լավ կռվան է արդյունաբերության զարգացման համար էլ արդյունաբերության մեջ մի հատվածք զինատեսակների մի քանի զինատեսակ, որ մենք պիտի արտադրենք։ Խնդիրը, որպեսզի դուք լուծեք, մաթեմատիկայից հատուկ պիտի հարցերի բաժանեք։ Եթե մեկը վարչապետը նրա, ասենք, բանը չի հերիքում ինտելեկտուալ կարողությունը խնդիրը բաժանելու հարցերի, նա վարչապետություն չի կարանի, ընդհանուր խոսելու է։ Հայկական մտածողությունը հանձին այս նախագահի թիմի երկիրի կառավարման հին է միջնադարյան։ Օրինակ, հասարակ օրինակ վերցրեք, բանում երեք ազգային ժողովում թե Հրազդանի ցեմենտ հետ կապված են, ինչ դեմագոգիա է։ 1200 մարդիկ ասում են, սպասում են աշխատանքի։ Պահ։ Իբր թե այդ օրենքը կապ չունի աշխատանքի հետ։ Ավելին աշխատատեղ եք ստեղծում։ Մինչև հիմա հանրապետականները մեզ մոտ աշխատատեղ են ստեղծում։ Ասում մի ստեղծեք, դա կործանարար սուտ է աշխատատեղ ստեղծել։ Աշխատատեղ մարդիկ պիտի ստեղծեն։ Տեսեք, Եվրոպայում 88% Գերմանիայում աշխատատեղը մարդիկն իրան է ստեղծում։ Հնարավորություն տվեք ստեղծեն մարդիկ։ Ով որ ասում աշխատատեղ պիտի ստեղծեմ, դա 10-րդ դար ասում ձեզ։ 10-րդ դարի ինդուստրիալիզացիան չի սա։ Թվում է թե ոտ բան չի ասում, աշխատատեղ է ստեղծում։ Բայց ամենավատն է, որ դա ասում է, իսկ դրանից շատ ավելի վատը, որ դրանից հետո նույնիսկ փորձում է ստեղծել այդ աշխատատեղը։ Ինքն է զբաղված բնակչությունը կազմում է աշխարհի 60%-ն այլևս։ Ոչ մի երկրում աշխատատեղ չի ստեղծում բացի Հայաստանից։ Այս ամեն ինչի համար շատ թանկ ենք վճարելու։ Այսպիսի անորակ տեսակի պատկերացումներ, հենց որ ասում են մենք աշխատատեղ կստեղծենք, ես ասում եմ մեռանք արդեն։ Եվ շատ հաճախ դա ասում է որոշ ընդդիմադիր գործիչներին նույնպես, դրանք էլ են սկսել աշխատատեղ ստեղծել։ Պարոն Բագրատյան, դուք ազգային ժողովի ամբիոնից այս քառօրյա պատերազմից հետո հայտարարեցիք, որ ժամանակն է, որ Հայաստանը ստեղծի միջուկային զենք եւ հաջորդ անգամ Ադրբեջանի միջուկային նախաճաշ մատուցենք։ Արդյոք Հայաստանը այսօր լրջորեն ունի նման հնարավորություն եւ հնարավոր համարում եք, որ մեզ ընդհանրապես թույլ տրվի մտածել միջուկային զենք ստեղծելու մասին։ Ես ձեր հարցին չեմ պատասխանի լրիվ, մի նախադասությամբ ասենք, բայց զենքն արդեն ստեղծված է։ Հայաստանում Այո։ Սա պաշտոնապես հայտարարում եք, որտեղ Շումինը պաշտոնապես ինչա ձեր նստած հայտարարում եմ ասում։ Այդ հնարավորությունը Հայաստանը այսօր ունի։ Հնարավորություն ունի։ Ես այս խոսքս ուղղում եմ Ադրբեջանին, որ մի քիչ իրենց հավաքեն։ Պարոն Բագրատյան, քանի որ բավականին սկանդալային հայտարարություն է, ուզում եմ, որ հստակեցնենք, դուք ասացիք, որ այդ զենքը արդեն իսկ ստեղծված է, ապա նշեցիք, որ այդ հնարավորությունը ունի Հայաստանը։ Այո։ Հիմա ստեղծված է զենքը, թե խոսում ենք առայժմ հնարավորության մասին։ Դու ձեզ ինչ էլ չեմ ուզում խոսեմ այդ մասին։
Դուք Զարուհի Փոստանջյանի հետ նախագիծ եք շրջանառության մեջ դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ։ Պարոն Բագրատյան, այս փուլում սա ինչ կարող է տալ Հայաստանին եւ արդյոք սա չի կարող դառնալ, ավարտեմ, carte blanche, որպեսզի Ադրբեջանը լայնածավալ արդեն միանգամից պատերազմական գործողություններ սկսի։ Ուրեմն Ադրբեջանը եթե կարողանա ավելի լայնածավալ գործողություն սկսի, կնայի մենք ճանաչել ենք թե չէ։ Չի օգտագործի սա որպես Էդվարդ Նալբանդյանի տրամաբանությունն է, որը նշանակում է տրամաբանության բացակայություն։ Ինչ եք ուզում։ Խի Ադրբեջանը եթե ուզենա որ հարձակվի, կոչնչացնի մեզ, կխնայի, հա մեզ, կասի, վայ, հələ չեն ճանաչել։ Ճանաչեն նոր հարձակվի։ Այսօր մեզ դա պետք է որ Ղարաբաղը ժողովուրդն իմանա, այսօր Մարտակերտից ժողովուրդը դուրս է գալիս, չգիտի ինչ անի, ծանրա։ Մարտակերտը, Մադաղիսը, սահմանային բնակավայրը, որ մենք հետևները կայնացնենք, մենք ձև չունենք, մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ ենք, կամ բոլորս իրար հետ կործանվում ենք, կամ հաղթում ենք։ Ձև չկա, այլ ռազմավար, էլ հիմա տեղ չկա, ոչ ռազմավարության, ոչ մարտավարության, բոլորը քայլերը միաշակ միակներն են մնացել։ Այս պատերազմը, որ հիմա ինտենսիվ շարունակվում է, քառորյա չէ, ով ասեք, քառորյա մի ասեք։ Արդեն ամսի 29-ն է այսօր, եղավ 27 օրյա արդեն։ Այդ պատերազմը շարունակվելու է անընդհատ։ Պարզ է նրանց բանը ռազմավարությունը։ Ռեսուրսները շատ են, շատ կարող են կրակել, տեսնենք հայերն ինչքան կարող են կրակել։ Իսկ ռազմական փոխգործակցության պայմանագիր կնքելը բավարար չեք համարում այս Ում հետ։ Ղարաբաղին։ Ոչ։ Ինչու՞ է ռազմական փոխգործակցություն։ Մենք պիտի ճանաչենք դրան եւ ասենք արդեն մեզ են խփում։ Ռազմական փոխգործակցությունը նշանակում է ես քեզ օգնում եմ։ Բայց կարող է ես քեզ օգնեմ, դու պարտվես։ Ես քեզ չպիտի օգնեմ, ես ինքս ինձ պիտի օգնեմ։ Նախորդին էլ հայտնի դարձավ, որ Գազպրոմ Արմենիան դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, նաև սպառողների համար որոշ չափով իջեցնել գազի գինը մոտ 5-9%-ով։ Այդ չափով իջեցումը սպառողների համար ինչպես է գնալ։ Դե ես թվերն ասեմ։ Հայտարարվել է ԵՏՄ 15 թվականի հունվար 2-ից մենք ԵՏՄ-ում ենք։ Հիմա ես ասեմ գազի գները։ ԵՏՄ-ում 5 պետություն կա, ճիշտ է։ Ճիշտ է։ Գազի գները հետևյալ են։ Ռուսաստանի Դաշնություն ըստ ռեգիոնների 90-ից $105 մեկ խոնարհ մետր։ Հայաստանի Հանրապետություն $325 մեկ խոնարհ մետր։ Եթե հիմա 10% իջնում է, կդառնա $300։ Ղազախստան $80 մեկ խոնարհ մետր։ Բանը Բելարուս $180 մեկ խոնարհ մետր։ Եվ վերջապես Қырғызстан $189 մեկ խոնարհ մետր։ Էլեկտրաէներգիայի գներն են։ Նորից բանով, դրամով ասեմ կամ ցենտով ասեմ։ Հայաստան 10 ցենտ 1 կիլովատ։ Қырғызстан 1 ցենտ 1 կիլովատը, 10 անգամ եւ աշխատում է շահութաբեր։ Նազարյանը որ ասում է սուբսիդիա բանկա սուտ էր ասում, ինչ կարես ենք սուտ ասում։ Բելորուս 4 ցենտ 99% հոսանքի արտադրվում է ջեկերում, գազ օգտագործում։ Հայաստանի 30%-ն է ջեկերում արտադրվում։ 4 ցենտ։ Այո, Ղազախստան 3.5 ցենտ։ Ռուսաստան 4.5 ցենտ։ Վրաստան 4.5 ցենտ։ Գազի գինը Վրաստանում $219։ ԵՏՄ-ի անդամ չի։ Բենզինի գնան ասեմ։ Սեյս համացունից Բիշկեկում եմ, ես չեմ ամաչել։ Նստած են եղեն առիջքին, միսներ ասել եմ, «Էսա ձեր միասնական շուկան»։ Տիգրան Սարգսյանի մարդիկ, «Էս այդ է ձեր միասնական շուկան»։ Միասնական շուկա նշանակում է, որ ես մտնում եմ քո երկից, ես թուղթն առնում եմ, գնով, ինչ գնով քո խանութում կա։ Դու ասում ես, չէ, Հայաստանը չի լինի, արա, գազը չի լինում, նավթը չի լինում։ Հիմա տեսել եմ, որ համը լրիվ հանել են, բերում են 5%-ով իջեցնեն, որ ձեններս կտրենք, խոսքը 2.5 անգամ իջեցնելու մասին։